Հարց հոգեբանին այսօր հոգեբան Լուսինե Աղաբեկյանին։ Լուսինե, կա թեմաների թեմա, եթե երեխային խփել են, մենք որպես ծնող ինչ սովորեցնենք իրենք պատասխանեն հարվածին հարվածով, իրենք էլ խփեն, ագրեսիային ագրեսիայով հարցը լուծեն, թե կան այլ մեթոդներ, որոնք հոգեբանները հանգիստ խորհուրդ են տալիս, խրատում են եւ ընդհանրապես ինչ հուշումներ կտակ այս մասով։ Առաջինը կարծում կարևոր է այն, որ ծնողը անմիջապես չսկսի ինքը արձագանքել, որովհետև ցավոք հաճախ տեսնում ենք, որ այդ պահին ծնողը չի դիմանում, վեր է կենում ու գնում է սկսում է երեխայի հետ հարցեր լուծել իր մեծահասակի դիրքից։ Առաջինը, ինչքան էլ մեզ համար դժվար է տեսնել, որ մեր ձագուկին նեղացրեցին, խփեցին եւ այլն, դիմանալ ու թույլ տալ, որ երեխան ինքը իր հարցը լուծի։ Եկեք գանք հերվից, եթե մենք ուզում ենք, որ հասարակության մեջ ագրեսիան ոչ թե շատանա, ոչ թե անընդհատ այսպես հարց լուծեն, կռվելով, իրար ծեծելով եւ այլն, երևի թե շատ կարեւոր է, որ դաստիարակության ընթացքում մենք երեխային չտանք անընդհատ միտք նրա մասին, որ կգնաս, գլուխը կջարդես, քարը կտաս գլխին եւ այլն եւ այլն։ Այսինքն լավ կլինի, որ մենք մեր կողմից սովորեցնենք երեխաներին առաջին հերթին խոսքի միջոցով իրար հասկանալ։ Եթե մեր երեխան չի այդ ագրեսիան, այսպես ասած, խթանում ու իր հանդեպ է կիրառվել, նույնիսկ շատ կարևոր է իր հետ քննարկել, թե ինչ ինքը կարող է անել, եւ օրինակ կարող ենք իրեն հուշել, որ օրինակ, եթե դու նկատում ես, որ քեզ ուզում են խփել, առաջին հերթին փորձիր կանխել։ Ձեռքը բռնիր, ասա թույլ չեմ տա, ինձ չես կարող խփել, ջղային դեմքով կարող ես նայել, խիստ տոնով կարող ես ասել, ինձ չես կարող խփել, հա, այսինքն առաջինը փորձել կանխել։ Եթե չի ստացվել խոսել, բնականաբար շատ կարևոր է բացատրել, որ ինձ դուր չի գալիս, այլևս երբեք չփորձես, եթե նորից փորձես, ես քեզ ստիպված կլինեմ պատասխան տալ։ Այսինքն էլի, հա, շատ ցանկալի է, որ մենք փորձենք խոսքի միջոցով հասկացնել, բայց եթե իհարկե ծայրահեղ իրավիճակներ ունենք, նաև պիտի հաշվի առնենք, ինչ հասարակության մեջ ենք մենք ապրում, ու ակնհայտ է, որ շատ ծնողներ հիմա կբողոքեն ու կասեն, եթե մենք թողնենք ինքը միայն խոսքով պատասխանի ու պատասխան չտա, կունենա խնդիրներ հասակակիցների հետ եւ սա էլ հաշվի առնելով բնականաբար եթե ոչ մի ձև դիմացինը խոսքով չի հասկանում կարող է երեխան տալ պատասխան բայց նորից մեր ուղերձը պետք է լինի ոչ թե որ ինքը գնա խփի նախաձեռնի ու այդ ձևով իր հարցերը լուծի այլ դա լինի ինքնապաշտպանություն այո որպես ինքնապաշտպանություն անգամ հանցագործությունների ժամանակ երբ ապացուցվում է որ դու ինքդ քեզ ես պաշտպանում դա մեղմացուցիչ հանգամանք է բնականաբար սա կարող ենք այսպես ասած մեր երեխային թույլ տալ որպես պաշտպանություն Այսինքն մենք ավելի շատ պետք է շեշտը դնենք երկու բանի վրա։ Փորձիր դու բացատրել խոսքով եւ քո խնդիրները լուծել խոսքով, եթե ունես քեզ կարիք պաշտպանելու, նոր այդ դեպքում փորձիր քեզ պաշտպանել ֆիզիկական ուժ կիրառելով։ Խոսեցինք մեր հյուրի հետ նաեւ տարբերությունից, որ ամեն երեխայի մի